Համաձայն եք Սերժ Սարգսյանի հետ, որ ՀՀԿ-ն անցողիկ շեմը հաղթելու խնդիր չունի։ Չեմ կարող պատասխանել։ Գիտեք ՀՀԿ Սերժ Սարգսյանը։ Հա, գիտենք։ Իսկ ինչ եք կարծում, ինքը կարող է հաղթահարել։ Կարող է, ամեն ինչ էլ կարող է։ Հնարավոր է ամեն ինչ։ Այս թատրոնի վերջը երբ պետք է լինի։ Չէ, համաձայն։ Ես այս բաների չեմ անում, ազիզն, քաղաքականությունից։ Սերժ Սարգսյանի ՀՀԿ կուսակցությունը գիտեք, ինչ եք կարծում նա կանցնի։ Սերժը միայն երկու անգամ եղել է, ինչ արել։ Սրանք սաղ էլ նույնն են։ Հենց որ տարբերություն չկա, Սերժը կլինի, Քոչարյան կլինի, թե Նիկոլ կլինի, սաղ նույնն են։ Հենց որ տարբերություն չկա դրանց։ Մի մորից ծնված են։ Որ ՀՀԿ-ն քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այդ Սերժ Սարգսյանը կիմանա, ես ինչ իմանամ, ունի թե չունի։ ինչ եք կարծում, մարդիկ կընտրեն Սերժ Սարգսյանին։ Ես դժվանամ այդ հարցի պատասխանել անկեղծ ասած։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, շնորհակալություն։ Չէ։ Այդ Սերժետ ինչ արել, որ հիմա էլ համաձայնվեմ։ Ինչ արել։ Վնասը ժողովրդին վնասելուց բացի։ Մի հատ է Սերժին նորից իր կողմից քվեարկենք։ Ոչ։ Միանշանակ ոչ։ Ապա Սերժը տոգնա հանգիստանա։ Իրան դարա անցավ արդեն, Սերժը կպրծավ Ռոբիկի հետ միասին, այդ նախկիններ, բան, ներկաներ են պրծավ արդեն, չկան դրանք, չկան։ Սերժը ինչ արել, Սերժը այսքան կուշտ են, չէ, Սերժիկից։ Ռոբիկից է, Նիկոլից է, ելով ում ասեմ, լավ մնացների պետք չի։ Չէ, դե Սերժ ասում այլ մի բան պիտի ասեմ։ Սերժը, Նիկոլը, բան, դրանք սաղ նույնն են։ Տարբերություն ես չեմ տենում։ Ընդհանրապես այդ մեր քաղաքական դաշտում ինդումության կոչած ասեմ, որ ասում եմ ինդումությունը, դրանք սաղ նույնն են։ Ուզում են գնան ուղղակի մտնեն պարլամենտը, աշխատավարձ ստանան, նստեն, իմաստել չկա մասնակցելու այս ընտրություններին, ես միշտ ասել եմ մի բան, Նիկոլը ոնց եկավ 18 թվին, նույն ճանապարհով պիտի գնա։ Ընտրությունները դասը բան է։ Գնալու են մանդատներ են ստանալու, եթե դու խոսքի ունենաք մեծամասնություն չես, ու ձայնից ոչ մի բան չի որոշում։ Դու իմաստել չկա, սխմես, չսխմես, մեկը չես անցնում։ Դրա համար ես ասում եմ, մինչև մենք չմիավորվենք ամբողջ ժողովրդի ոտքի վրա չկաղնի, բայց ոչ դաշնակներ, ոչ ռոբիկներ, ոչ սերժիկներ, ոչ նիկոլականներ։ Նոր, երրորդ ուժ։ Այս ժամանակ մենք փրկում ենք, դա չէ։ Գրում ենք հենց այն ճանապարհով ընկնում ենք ծորի մեջ։ Այդ է։ Համաձայն եք Սերժ Սարգսյանի հետ, որ Ես պոլիտիկայով չեմ զբաղվում, ցավը տամ կնեմ։ Եմ ուզում անգամ իրանց համար խոսամ, ոչ մի բար, որովհետև լրիվ մերժված են ու իմ մոտ վաբշե ոչ մեկը տեղ չունի։ Հիմա անգամ Նիկոլ Փաշինյանին էլ չենք համաձայն, որովհետև նրանց շարունակությունն է։ Դրա համար ոչ մի բան չեմ կարող ասել։ Զբաղվում քաղաքականությամբ։ Ճիշտ ասած, վերջի տվյալներով տեղյակ չեմ ինչա կատարվել մեր ներքին քաղաքական իրավիճակում, քանի որ ավելի ծանրաբեռնված է միջազգային հարթակը, բայց կարծում եմ ժամանակը ցույց կտա արդյոք ինչ հետաքրքիր փաստեր կներկայացնի ինդիվիդուությունը եւ ինչքանով պատրաստ կլինի ընտրություններին մասնակցելու։ Իսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի նախկին վարած քաղաքականությունից չեք կարծում ժողովուրդը կընտրեն նրա գրքին։ Չեմ կարող ասել կոնկրետ կընտրեն թե ոչ, բայց համենայն դեպս ինչ որ մի խումբ համախոհների անպայման կարծում եմ կունենա։ Դե որ անցնող էր մինչև կանցներ, չի տավ ինքամակին շապորտին դուրս։ Հələ սաղ է այդ ՀՀԿ-ն։ Բա Նիկոլն է մեջքներին կայնած։ Կհաղթահարի, բա ինչ կա Նիկոլը մեջքներին կանգնած է։ Դու գիտեք որ Նիկոլն է իրան հովանավորողը։ Չգիտեք, բա Սերժին խիչ են մինչև այսօր կարե։ Կարակ ասեք։ Դապես Սերժին, Քոչարյանին, Սերժին, Լևոնին, Նիկոլն էլ դրանց մեջքին կայնած է։ Ինչա փոխվել, կարակ ասեք։ Նույն կաշառակեր համակարգն է, ամբողջ իրավական համակարգը անբարոյականի վաստակ է։ Թալանով է զբաղված։ Տեսել եք, ինչ որ մեկը դատվի։ Այդ որ ասում եք Սերժ, Քոչարյան կամ Նիկոլ կամ Լևոն, որ չեն դատվելու, ով է մեղավոր։ Չկա իրավական, ոչ ոստիկան կա, ոչ քննիչներ կա, ոչ դատախազ կա, ոչ դատավոր կա, սաղ բիզնեսով են զբաղված, կաշառակերությամբ, համատարած, այս ժողովուրդն էլ քնած է, թոշակ չեն տալի մարդկանց, դուք տեղյակ եք,
Այդ ինչ տալիս են մարդկանց, այդ թուլափայա գցում են դեմները, սրանք էլ ասում են թոշակ ենք ստանում։ Տոսատի թե թոշակ եք, 40,000-ով թոշակ ալնում։ Մարդը սաղ կյանքը աշխատեք 40 տարի փողա մուծե 36,000 եք տալի, 36,000-ը կողեք կասեի որտե։ Մարդուն իրա մուծած փողերը հետ տվեք։ Հասկանում եք, էդի թոշակ չի։ 2 միլիոն աշխատավարձ Իրանա նշանակ է, թող այդ 36,000-ը Իրան թոշակ նշանակի։ Բա թալան է էթում, թալան, բյուջեն թալանել են, ասում է 10,000 բյուջեն փող չկա, որ գրփես, այն լափամանը քաշել են դեմները, ու լափելա, որ լափում են, Սերժին էր ասում, հիմա ինքը դվայնոյ է լափում, արդեն ոչ թե գթալներով, այլ չերպակներով է լափում, բա բյուջեի փողերն ուրա, մարդիկ թոշակից, բաներ են, հարկեր են վճարը, ուրա այդ փողերը, գիտեք, թալանել են ուրա, մեկ ասում է բյուջեում դիքը փող կա արխային, մեկ էլ ասում է առավոտ քնից ելնում, ասում է բյուջեում փող չկա, երբ որ թոշակի պետք է ավելացնի, մարդկանց ոչ թե թոշակ ավելացնի, թոշակը լե չեն տալի, մարդկանց թոշակ տալու փոխարեն ասում է փող չկա, այդ քեզ 2 միլիոն որ փող ես նշանակե, մի 50 միլիոն էլ ձեզի բան եք, պարքևավճար, ինչի մար պարքևավճար, ավտոբուսները ում փողերով է, բյուջեի փողերով չեն բերի ավտոբուսները, տեսել եք ոնց են ջարդում փոսերի, ավտոբուսները փոսերի վրա ջարդուխուրդ են ելնում, էտում փողերն է, կու փողն է, իմ փողն է, մյուսի, մեր փողերն է, իրանց փողերը չի, իրանք մեր փողերով են ապրում, իրանց փող չունեն, բա քուրիկ ջան, այնքան բան կա ասելու, որ մեկն ասես, այդ է վերջ չկա դրան, մինչև այս երկրում քննիչներ, դատախազներ, դատավորներ չլինեն, այդ ինչ կա այն զիբիլի բանը, պետք է գցես են զիբիլի արկղա, այդ դրանք քննիչ գոյություն չունի, մերա քննիչ թքելով, քննիչ եմ թքում, առավոտ ելնում գրում եմ, քննիչա որ թքում եմ, ստեղ չի մտնում, տուպոյ քննիչներ են, գիտես ինչ է ասում քննիչը, կաշառքը վեգալ է գործը կոծկել է, ինձ ասում է համաձայն չես գնա բողոքի, ու մորդ բողոք է մարա, թե հորդ